համեցեք, ով կուզենա սկսել ձեզնից ուրեմն նախ եկեք խոսենք ուրեմն Հայաստանի հասարակական քաղաքական իրավիճակի մասին։ Ինչպես է գնահատում է իրավիճակը եւ որքան է ճիշտ այս իրավիճակում ցանկացած տիպի երթուղի համանական Բարև ձեզ, Գևորգ Արզումանյան, Զարթոնկակոբի անդամ։ Այո, սկզբից որպես նախաբան ներկայացնենք մեր տեսակետը քաղաքական հասարակական վիճակի, այսօր երկում տեղի իրավիճակի մթնոլորտի մասին։ Փաստորեն ճշմարտություն է, որ հայոց պետականությունը պետք է կանգնած է մեծ փորձությունների շեմին։ Հիմա աշխարհում տեղի ունենում աշխարհաքաղաքական գործընթացներ եւ մեզ պարտադրում են լինել զգոն եւ այդ գործընթացներին համարժեք պատրաստ։ Ներքին արտաքին կյանքում Հայաստանի այսօր տիրում է հետևյալ վիճակը։ Համարյա բոլոր բնակավարներում կան ձախողումներ եւ արդյունքների զգալի անկում, ցուցանիշների անկում։ Ստեղծել եմ իրավիճակ, երբ ասենք ազգի մեծամասնությունը գերակշիռ մասը իր հավատը ապագայի հանդեպ կորցրել է եւ բարելակվածության, հուսահատության վիճակը խորանում է։ Ազգային արժեհամակարգը կողմնորոշիչները լիվ կեղծված եւ արժեզրկված են։ Եվ այս ամենը հղի է լուրջ հետևանքներով։ Նույն բարոյական տնտեսական վիճակի վատ տարածման, արտագաղթի տեմպերի մեծացման եւ այլն հարցերում։ Հիմա սա ընդհանուր իրավիճակն է եւ այս իրավիճակում փաստորեն ինչ է կատարում։ Ինչպես է լուծում է ուզում գտնել իշխանությունը, ռեժիմը։ Սահմանադրության փոփոխությունների գործընթաց է սկսվել։ Հիմա որքանով է դա այսօր առօրեական, որքանով է դա նպաստավոր իրականացնել այդ բարեփոխումները։ Սահմանադրության փոփոխությունը կարող է լինել ըստ մեր տեսակետի 3 այսպես ձևով։ Առաջինը դա կարող է փոփոխել սահմանադրության հիմնական խոչընդոտող կետերը, իբր խոչընդոտող կետերը, որոնք կարող են կատարելագործել օրենսդրությունը եւ կիրառումը, որը այսօր կարելի է փոխհամաձայնությամբ ընդունել եւ իրականացնել, բայց դա հրատապ խնդիր չէ։ Երկրորդը կարող են փոփոխել այն կետերը, որոնք բարեփոխումների կարող են բերել, եւ այն կետերը, որոնք կարող են հարմարացվել ռեժիմին, որպեսզի հնարավոր լինի երկարաձգել իշխանությունը։ Եվ երրորդը կարող է փոփոխել սահմանադրության հիմնական կետերը, ամբողջությամբ արմատական փոփոխություն կատարել կառավարման համակարգում, փոփոխելով որոշ կետեր բարեփոխումների իմաստով, լավ իմաստով եւ որոշ կետեր հարմարացնելով ռեժիմին կամ որևէ այլ ուժին շահերին։ Երրորդ դեպքում բավականին վտանգավոր վիճակ կարող է ստեղծվել, որովհետեւ հանրությունը բացարձակապես չի վստահում այս իշխանությանը, չի վստահում այս իրավիճակին, այս մթնոլորտին, որ կա, որովհետեւ չունի երաշխիք, որ կարող է հանրաքվեն սահմանադրության կամ հետագա խորհրդարանական կամ ինքնակառավարման մարմինների ընտրությունները իրականացվեն արդար, ազատ եւ թափանցիկ։ Սահմանադրության վրա հիմնված օրենքները իրականացվեն նույնպես ի նպաստ ժողովրդի կամ ի նպաստ երկրի զարգացման։ Եվ փաստորեն այս իրավիճակում արկա է, կարող ենք ասել, որ արկա է ոչ թե սահմանադրության եւ օրենսդրության անկատարություն, այլ կիրառման, դրանց կիրառման բացակայություն, ոչ թե կառավարման համակարգի անորակություն կամ կիրառման դժվարություն, այլ կառավարման կամայականություն։ Դրա համար սկզբից պետք է բնականաբար վերացվի օրենսդրության պատշաճ կիրառում ապահովելու խոչընդոտները, պետք է ստեղծվի փոխհամաձայնության մթնոլորտ, հասարակություն, իշխանություն, պետք է երաշխիքներ ստեղծվեն, որ ցանկացած սահմանադրություն կամ օրենսդրություն կամ կառավարման համակարգ լիարժեքորեն կկիրառվի ըստ նպատակի եւ ըստ այնպիսին, ինչպիսին գրված է այդ փաստաթղթերում։ Սակայն իրական այսօրվա վիճակը այնպիսին է, ինչպես նկարագրեցինք, որ որևէ երաշխիք եւ որևէ նպաստավոր իրավիճակ չկա եւ անհրաժեշտություն չկա սահմանադրության արմատական փոփոխությունների։ Սա հիմնականում այն վիճակն է, որ մենք կարծում ենք, որ ստեղծված է եւ գնալ այդպիսի փոփոխությունների եւ արմատական
բարեփոխում անունը դնել սահմանադրության բացարձակապես անընդունելի է։ Ոչ թե նպաստավոր չի, այլ անընդունելի է, անգամ վտանգավոր է եւ հղի է բավականին լուրջ հասարակական հետևանքների։ Լավ, դուք վերջացրեք, ես փորձեմ հետո հարցերով բարձրաբանել։ Եթե կարելի է ես տեսակետը ներկայացնեմ, դեր Բարտոցը դարձի վերաբերյալ Արամ Գրիգորյան, Զարթուն Կակումբի համակարգով։ Այսօր սեղանին դրված է սահմանադրական բարեփոխումներ կամ նոր սահմանադրության նախագիծ եւ Հայաստանի Հանրապետության ամբողջ հասարակության համար շատ հետաքրքիր իրավիճակ ստեղծված, որում ես առաջարկեի, որ այդ տեսանկյունից քննարկման դրվի 3 հատ հարց եւ ես փորձել եմ հետևելություն անել այդ 3 հատ հարցը։ Որտեղ ցանկացած խնդիր, երբ որ առաջադրվում է հասարակությանը, անպայման դրա հիմքերի եւ անհրաժեշտությունը պետք է բացատրվի։ Հիմա հարց առաջին, որը որ մենք ուզում ենք մեկնաբանություն տալ դրա վրա։ Դարապետ ինչու է նախաձեռնվել սահմանադրական բարեփոխումներ կոչվածը կամ նոր սահմանադրությունը։ Սա հարց մեկն է, որի շուրջ փորձենք խոսել եւ մեկնաբանություններ տալ։ Հարց երկրորդը ով է նախաձեռնությունը իրականացրել եւ որտեղից է այդ նախաձեռնության գալու նպատակը, այստեղ ձևակերպեմ հարցը եւ հարց երրորդը, որը որ շատ կարեւոր է մեր տեսանկյունից, Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առաջին սահմանադրությունը ընդունվելուց հետո 95 թվականից մինչ այսօր ինչպիսի սահմանադրական ճգնաժամեր են առաջացել Հայաստանում կամ process-ներ, որոնք նպաստել են, որ այսօր առաջացել է անհրաժեշտություն նոր սահմանադրություն ունենալու կամ սահմանադրական բարեփոխումներ անելու։ Սրանք այն 3 հարցադրումներն են, որ այսօր մենք մտածել ենք ներկայացնենք հանրությանը եւ փորձենք խոսել դրա մասին։ Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Առաջին հարցադրումն էր հետեւյալն է. Ինչու է նախաձեռնվել սահմանադրական այդ բարեփոխումները։ Քիչ առաջ պարոն Արզումանյանի կողմից ներկայացվեց քաղաքական, տնտեսական կամ հասարակական այն իրավիճակը, որը առկա է Հայաստանի Հանրապետությունում, եւ այդպիսի իրավիճակում նախաձեռնել սահմանադրական բարեփոխումներ, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի դժվարանում եմ դա հասկանալ եւ ընկալել, եւ մեր բազմաթիվ խոսակցությունների մեջ, շփումներում մարդկանց քաղաքացիների հետ դժվարություն կա դա հասկանալու։ Հենց այս պահին ինչու է նախաձեռնվել սահմանադրական փոփոխություն։ Միջև այդ ձեր պահին անցնելու խնդիրը, այստեղ ես մի ուրիշ խնդիր եմ տեսնում հայերենից։ Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ ընդհանրապես իրավիճակի գնահատականը, երբ որ տալիս են վերլուծություն կամ ասենք գնահատական, ես այստեղ տեսնում եմ խնդիր։ Խնդիրն այն է, որ հասարակության մի մասը, ուրեմն մեծ մասը, տալիս է բավականին մտահոգիչ գնահատականներ, ասենք այնպիսի գնահատականներ, ինչպես դուք ներկայացրեցիք իրավիճակը, բայց կա նաև հասարակության մի մաս, որը որ համաձայն չէ այդ գնահատականների հետ եւ տալիս է ուրեմն տնտեսական աճի, խնդիրների լուծման, այսպես դրական գնահատականներ եւ առաջին խնդիրը հենց առաջանում է այնտեղ, իսկ ով ասեց, որ դուք եք ճիշտ գնահատականներ եւ ոչ թե նրանք եւ հակառակ։ Այսինքն ես հարցը այսպես ձևակերպեմ, կարծես թե մենք չունենք որևէ այսպես օբյեկտիվ մեխանիզմ գնահատելու համար Հայաստանում տիրող իրավիճակը, որպեսզի համապատասխան հետևություն դրան։ Ես ինչու ընդհանրապես դες շարունակել խնդրեմ, որովհետև իմ ասելը նայ որ չի կարելի կարծում եմ միանշանակ ասել, քանի որ այս մեր ցուցակտնտեսական իրավիճակը վատ է, ապա այս իրավիճակում չի կարելի ստեղծել։ Ես ձեր արգումենտին ի պատասխան դնում եմ ասենք օրինակ նույն նախորդ կառավարության նիստում վարչապետի նշած 4% աճ։ Ես ասեմ միանգամից, որ ձեր հարցադրմանը ամբողջությամբ համաձայն եմ, բայց միանգամից նաև պիտի ասեմ, որ դրա պատճառը այսօրվա գործող սահմանադրությունը չէ եւ ոչ էլ առաջարկվող սահմանադրությունն է, սա հարց է բոլորովին այլ հարթություն է։ Եվ ես դա համարում եմ, գիտեք, նորմալ, որովհետեւ հասարակությունը այնպիսին է, որ ինքը բազմաթիվ շերտավորումներ պետք է ունենա եւ դա հասարակության կառուցվածքն է եւ հասարակության տարբեր շերտավորումները կարող են ունենալ իրենց տեսակետը դիրքորոշումն է եւ ես համարում եմ, որ հասարակության բոլոր շերտերի դիրքորոշումները ճիշտ է։
Հիմա ձեր հարցի հաջորդ ետատեքստի մյուս մասը բա որտեղից որոշենք, որ իրականում որն է ճիշտ, իրականում որն է ճիշտ դրապատուցությունը իհարկե կյանքն է բերում, դրապատուցումը բերում է այն մեր ներկայացրած սոցիալական իրավիճակը եւ մեծամասնության, այսպես եթե փորձենք տենց ասել, մեծամասնության տեսակետը, որը որ ներկայացնում եւ գնահատում է հենց այսօրվա իրավիճակը, անկեղծ ես ասեմ, որ ես չեմ ասում, ես ճիշտ եմ ասում, թե սխալ, բայց իմ շփումների մեջ, մեր շփումների մեջ, բացասական տեսակետը շատ ավելին է, քան դրականը ձեր բարձրացած հարցի կապակցությամբ։ Ես ինքս ևս լսել եմ վարչապետին, պարոն վարչապետը 4.4% տնտեսական աճ է գնահատել եւ վարչապետի ելույթից հետո անմիջապես փորձագետներին որ լսում ենք, ուղղակի զարմանք է առաջանում եւ փորձագետների ասածները եւ վարչապետի ասածը եւ ժողովուրդները իմիջիալը շատ լավ ամեն ինչ հասկանում է։ Ամեն ինչ շատ լավ հասկանում է։ Երբ խնդիրը գլխավոր խնդիրը սա է, բա ոնց անենք, որ ձեռ չտանք սահմանադրությանը, որովհետև սահմանադրությունը չի այս հարցերի լուծումը, եւ գտնենք ճանապարհը, որ մեր ասածները, մեր քաղաքական գործիչներից մեկը ասում է, չէ, մեր խոսքը գործ է, որ իրոք մեր խոսքը ապագայում վերածվի գործի եւ մարդիկ կարողանան այդ գործը գնահատել ոչ թե խոսքը։ Լավ, այդ դեպքում ստացվում է այսպես, մենք պիտի կարծես թե անդրադառնանք Համարության բովանդակային ինչ-որ կետերի, ու հարցը դնենք այսպես, կան արդյոք դուք դրեցիք ձեր երեք հարցադրումների մեջ այդ հարցը մի քիչ այլ ձևակերպումով, ես փորձեմ ուրեմն ավելի սրել ձեր ձևակերպումը, ասել, ինչն է խոչընդոտում ներկա համարության մեջ մեր զարգացմանը, որը պիտի փոխվի։ Պարոն Արզամանյանը խոսքի ես կլրացնեմ։ Տեսեք, ձեր նախորդ հարցի եւ դրա շարունակությունը, տեսեք ինչպես է, փաստորեն մեր տեսակետը հետեւելն է։ Մենք ունենք կյանքի փորձ, այսպես համարենք, մենք ճիշտ չենք կամ սուբյեկտիվ են, կամ չգիտեմ, մյուսները ճիշտ են, օբյեկտիվ են եւ այլ։ Ինչ է ստացվել 95 թվականից առ այսօր, չէ՞, մենք արդեն երրորդ համանadrության փոփոխությունն ենք նախաձեռնում, երրորդ։ Ցույց տեք մի երկիր, որտեղ ու ընդ որում արմատական փոփոխություն է, ոչ թե հետեի կամ բարեփոխումների։ Ինչն է։ Տեսեք, հիմա ինչ, մասը կառավարման համակարգը, նախագահական համակարգ, կիսանախագահական համակարգ, խորհրդարանական համակարգ։ Սա արմատական է, ինչի համար, որովհետև սրանից բխող օրենսդրության շատ այլ ուրեմն օրենսդրության դրույթներ, օրենքներ եւ այլ պետք է փոխվեն, հարմարեցվեն տվյալ կառավարմանը եւ այլ։ Հիմա տեսեք, ամեն 10 տարի մեկ մենք նախաձեռնում ենք, մենք ասելու մեր պատպետությունը նկատում ենք, նախաձեռնում ենք նոր սահմանադրության փոփոխություն արմատական ընդ որում եւ արդյունքում ինչ ենք տեսնում։ Դրական գործընթաց թե բացասական, դրական իրավիճակ, հասարակական, քաղաքական, տնտեսական, սոցիալական օրենք թե բացասական։ Թողնում է մեկնաբանությունը, ասենք, լսողներին կամ ձեզ կամ մյուսներին, տեսեք։ Եվ որն է երաշխիքը, որ երրորդ այս արմատական փոփոխությունից հետո այ կլինի հաստատ ավելի լավ։ Ամեն 10 տարի մեկ ցույց դուք նաև կարող ինդուկցիայով ներողություն ասել, որ այդպես առաջինը չեղավ, երկրորդը չեղավ։ Ես չէ, մենք չենք ասում, որ չի եղել, այս մեկն էլ չի լինելու։ Կարող է դու 4-րդը պետք կնի, արդեն մի բան անես, միապետություն, թագավորություն ստեղծենք եւ կարող է, չէ՞, տենց անես։ Բայց 10 տարի մեկ յուրաքանչյուր ռեժիմը, այսինքն 3 նախագահ, յուրաքանչյուր 3 տիպի բան համանadrություն է ընդունում, հարմարացնելով միգուցե իր շահերին կամ իր նպատակներին խապտանք ստեղծելով, թե համանadrությունը մեղավորել։ Հիմա տեսեք, հիմա ամենի կարող տեսեք, ցանկացած արգումենտին, կա հակարգումենտ։ Ես օրինակ նույն բանը դուք ասում եք վատ իմաստով, ես եք ասեմ, գիտեք, երիտասարդ պետությունն է, որ խնդրտուքի մեջ է այդ պետությունը իր կառավարման համապատասխան ուզում գտնել վերջերս։ Այդ դեպքում թույլ տվեք շեշտել հետևյալ եւս, որ այդ դրամաշնորհները վերցնելով, օրենսդրությունը բարեփոխելով, վենետիկյան, չգիտեմ ինչ բաներ մեջ բերելով եւ այլն, կատարվում է անդադար մեզ մոտ օրենսդրությունների փոփոխություն, հիմնավոր, չգիտեմ, կառուցվածքներ, չգիտեմ, կառավարման համակարգի փոփոխություն եւ արդյունքը բերում է նրան, որ վերջում ասում են, ահա, համանadrությունն է մեղավոր, անցնում ենք առաջ։ Լավ, թողնենք այդել ձեր տեսակետը, թող լինի վիճելի, բայց ամենակարևորը, որ կրկին անգամ ուզում ենք շեշտենք, հետեւյալն է։ Իրավիճակը, երբ որ դու արմատական փոփոխություն ես հիմնական օրենքի, օրենսդրության, պետք է լինի այնպես իրավիճակ կայուն, փոխհամաձայնության, փոխվստահության եւ երաշխիքային այնպեսի մթնոլորտ, որ այս օրենքը հիմնական պետք է անցնի արդար ազատ թափանցիկ, պետք է անցնի իսկապես ժողովրդի հիմնական ակտիվ մասի, չեմ ասում, ամբողջ ժողովրդին կարող է չի հետաքրքրել, տենց էլ կա իրականում, վստահության քվեով,
պետք է հիմնավորվի նրանց նպատակները հետագա օրենսդրությունների փոփոխման եւ կիրառման, կարևորը դա է։ Ինչպես է կիրառվելու։ Եթե համառությունը պետք է կիրառվի նույն ձևի ինչպես մյուսներն են, ինչ տարբերություն համառության մեջ կետերը ըստ բովանդակության ինչ է դրված։ Ընդ խղճի ազատության, մարդու իրավունքների, չգիտեմ եւ այլն։ Եթե կիրառվելու է այնպես ինչպես հիմա, իմաստը ո՞րն է։ Այսինքն մենք մոտենում ենք այս տեսակետից, ոչ թե ինչ անելու։ Ներողություն ձեզ ուղղակի ընդհատում եմ, փորձում եմ։ Դա շատ կարևոր է այդ հանգամանքը։ Բայց ես էլ ընդհատում եմ այս պատճառով։ Ես էլի լսել եմ համառության վերաբերյալ այդ տիպի տեսակետ, որ պետք չի աշխատում։ Ինչ իմաստ ունի փոփոխություն անել։ Հիմա եթե փոփոխության մասին ենք խոսում, եթե ազնիվ լինենք, պիտի խոսենք այսպես։ Պետք է դնել նոր համառության նախագիծը, հին համառության նախագիծը, նախ եւ հասկանանք իհարկե ինչ են ուզում փոփոխել։ Ասենք օրինակի համար ու կետ առ կետ սկսենք քննարկել, արդյոք այդ փոփոխությունը բովանդակային կանցնի, որովհետև թե կիրառվի, թե չի կիրառվի, այդ տեքստի հետ համառության կապ չունի։ Ուցե ուրեմն պետք է կետ դնել համառության մեջ, որ կազմականությունը պարտավոր է կիրառել։ Չի համառություն բառը արդեն ասում էր, որ հավանաբար այդ զավեշտին է կարող հասնել համառության վերջի կետը, ինչպես Աստվածաշնչում է գրված, որ սա կիրառի դրա։ Հա, եւ այլն, նույն ձևի համառության վերջի կետ կամ առաջի կետը այսպես գրվի, որ եթե այսպես, ապա չգիտեմ ինչ։ Եթե կարելի է ես ուզում եմ միջամտել, ես իմ ներկայացած 3 հարցերի մեջ հենց այդ ուզում էի շոշափեի ձեր բարձրացրած հարցերը, նախ ես ասացի, որ ինչու է նախաձեռնվում համանդրական փոփոխություններ։ Եթե մենք ընդունենք մի բան եւ փորձենք գնահատել, ասենք 95 թվականից համանդրությունը իշխանով արդյունավետ էր կամ գործում էր, թե չէր գործում, դրանից հետո կարելի էր գնահատել, որ քիչ էր գործում, որովհետև թերություններ կար, որոնք սրանք էին, պետք է փոխվի, որովհետև պետք է բարեփոխումներ արվի, որոնք սրանք են։ Ես հիմա ներկայացնելու եմ կետ չէ, գլուխ, որովհետև մենք որոշել ենք, որ առանձին հոդվածների չենք անդրադառնալու, մենք անդրադառնալու ենք դրույթների։ Հիմա հետևյալն է խնդիրը, այսօր պետք է գնահատել սահմանադրություն, դա երկրի զարգացման խաղի կանոններն է։ Որը որ չի կիրառվել, ասել ինքը լավն է, թե վատ է, պարզապես հնարավոր չի կարելի։ Այդ դեպքում եթե մենք դա չենք կարողանում անել, ինչ երաշխիքներ ունենք, որ ասենք նորը, որ մենք հիմա գրում ենք, կարող է կիրառվի։ Նորից եմ ուզում կրկնել, սահմանադրության լավ վատ չի լինում։ Լինում է կիրառվում է այն, ինչ որ գրված է, եւ այդ կիրառությունը բերում է որոշակի բարձրացումների, զարգացումների, թե ոչ, ձևակերպումները այսպեսին տան։ Դրա համար մենք խոսեցինք զարգացումներից, բարձրացումներից եւ գնահատականը տալիս ենք, իմիջիալից իշխանություններն են գնահատական տալիս, որ զարգացում չկա, բարձրացումներ չկա, մարդկանց կենսաբանական տակը աշճալաբար իջնում է։ Հիմա հետևություն անենք, ինչն է խնդիրը։ Խնդիրը նա է, որ համանդրությունում կան բացեր, որոնք թույլ չեն տալիս զարգացումը գնալ, թե խնդիրը այն է, որ այդ համանդրության վրա որևէ մեկ ուշադրություն չի դարձնում։ Իհարկե երկրորդը ավելի տեղին է, իմ ասացի, քան առաջինը։ Ես փորձել եմ հիմա որոշակի դրույթների մասին խոսել, վերլուծել ենք, նայել ենք 95 թվականից 2005 թվականը, երբ որ սահմանադրություն էր փոխվում 2005 թվականին, ասում էին, որ սահմանադրությունը փոխում ենք, որովհետև կան դրույթներ, հիմա կարդալու եմ, որոնք թույլ են կամ զարգացման կարիք ունեն, եւ պետք է սահմանադրությունը փոխվի, որպեսզի այդ դրույթները զարգացումը ապահովեն։ Ներողություն, վերցրես ներսամալի եմ ուզում հասկանալ, այդ դեպքում ինչու դուք վերցնում 2095 թվականին։ Որտեղ այս հանձնաժողովը հիմնավորում է տալիս, տվել է հիմնավորումներ։ Եթե դուք զարգացում եք ցույց տալու, ես կուզենայի օրինակ ավելի այսպես ընդհանրական անելու համար, դուք դնեիք նաև խորհրդային հանրապետության համանդրությունը 95-ը, հետո 2005-ը առանցքային տարբերություն։ Ես ինչ ասեցի։ Առանցքային տարբերություն։ Մենք ինչ ասեցինք 3 հատ, բայց 95-ը 2005-ը եւ 5-ը։ Չէ, արտադրումը ուրիշ է, խորհրդային համանդրության մասին է խոսքը։ Առանցքային երկու միտք պիտի ասեմ դրա վերաբերյալ, առանցքային տարբերությունները հաշվի ենք առել փաստացի անկախության իրավիճակը Հայաստանի Հանրապետությանը, որովհետև խորհրդային միության համանդրությունը Հայաստանը որպես առանձին սուբյեկտ այդքան էլ այդպես չէ։ Սահմանադրում առանձին սուբյեկտ չէ, որոշակի խնդիրներ կար, բայց ինքը առանձին միջազգային իրավունքի սուբյեկտ չէ Հայաստանի Հանրապետությունը, բայց առանձին սահմանադրություններ եւ հանրապետություններ առանձին։ Ուղղակի զուտ մենք կարող ենք այդ խնդիրները քննարկել, բայց զուտ վերցրել ենք անկախ Հայաստանի։ Բայց երկրորդը միտքը, որքան չեմ մոռացել, ուղղակի փորձեմ ասել։
Ուրեմն ես ասացի, որ հիմնավորումները պետք է մենք կարողանանք տալ, թե վերջապես սահմանադրություն փոխելու ինչ արգումենտա դրված տակը, որտեղ պետք է մենք մի բան շատ հաշվի առնենք, որ սահմանադրությունը դրանք երկրի բարձրագույն օրենքն է, դա երկրի բարձրագույն փաստաթուղթն է։ Եվ սա այն փաստաթուղթը չի, որ ցանկացած ժամանակ, ցանկացած իշխանություն, ցանկացած մարդ կամ ցանկացած քաղաքական ուժ, երբ որ ցանկություն ունենա, պետք է առաջարկի, թեկուզ առաջարկի սահմանադրական ուրեմն փոփոխություն։ Առաջին սահմանադրությունը 95 թվականին դրացած, երևի հիմք ուներ, չէ՞ ասում այն չկա սահմանադրություն, անկախ, այո, դարձել է անկախ, հիմքը կա, հռչակագիր կա, մի բան ունենք, որ դա իրոք հիմնավորված է։ Բայց ես մի բան պետք է ասեմ, 90 թվականից մինչև 95 թվականը, երբ որ այս սահմանադրությունը չկար, Հայաստան Հանրապետության զարգացումը, այդ ես չեմ ասում, փորձագետ ավելի լավ էր, առանց սահմանադրության զարգացումը ապահովում, քան սահմանադրությունը մեծ առումով այդքան որոշիչ չի երկրների զարգացման։ Հիմա տեսեք, 2005 թվականին, երբ որ բարեփոխումներ առաջարկեցին, 5 բլոկների հիմնավորումներ առաջարկեցին, թե ինչի է պետք 2005 թվականին անցկացնել, որտեղ գրված էր այդ հիմնավորումները, ես գլուխ կարդամ, հա։ Միջազգային հարաբերություններում, որպեսզի ինտեգրացիան ապահովել, պետք է մարդու իրավունքների հիմնարար ազատությունների ուրեմն դրույթը բարձրացնել զարգացնել։ Սա էր հիմնավորումներից մեկը, որ բերեք 2005 թվականի սահմանադրություն փոխել, որտեղ ցես խնդիր կա բարձրացնել։ Հիմա վերջում ասեմ, ես մի հատ կարդամ հետո։ Իշխանությունների բաժանում եւ հավասարակշռում։ Հիմնավորում է սա, որ իշխանությունները պետք է բաժանվեն, հավասարակշռվեն եւ այլն տարանջատվեն, որպեսզի ուրեմն մեխանիզմը կառավարման աշխատի։ Երրորդը Այժմ օրինաստեղծ դերը եւ վերահսկողական ֆունկցիան, ապահովել այժմ օրինաստեղծ դերը եւ վերահսկողական ֆունկցիան։ Սա այն հարցն է, որի հիմքով մենք ունենք այսօրվա այժմ։ Դատական իշխանությունների անկախությունը, ապահովել դատական իշխանությունների անկախություն, քանի որ անկախ չեն եւ այլն, բերեք սահմանադրությունը փոխենք, ինչ-որ դրույթներ դնենք, որ ապահովի սա։ Եվ 5-րդ հիմնականը տարածքային կառավարում եւ տեղական ինքնակառավարում։ Հիմնական առումով մեր սահմանադրության շատ հիմնական գլուխները դրույթները սրանք են, մնացածները ածանցիալ կամ իրավունքներ բանանող հոդվածներն են։ Հիմա ինչ են առաջարկում 2015 թվականին, երբ որ ասում են, որ տեսեք 2005 թվականին, երբ որ մենք սահմանադրությունը փոխեցինք, փոխվեց։ Հիմա էլ են բարեփոխում առաջարկում կամ առաջարկում են փոփոխություն, որովհետև մեր 2005 թվականի այսօրվա գործող սահմանադրությունում կան դրույթներ, որոնք չեն կարողանում ապահովել հետևյալ դրույթների զարգացումը։ Ես բառացի նորից կարդում եմ, այս փաստաթուղթն է, որը ներկայացված է հանրությանը։ Իրավունքների գերակայության սկզբունքի իրացում։ Առաջին, այս նույնն է, որ ասված էր այն ժամանակ։ Այսինքն հիմա խնդիր առաջանում իմ մոտ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Բայց 10 տարի ինչ էի անում։ Սահմանադրությունն է մեղավոր, արգելի նախագահ, կառավարություն, ազգային ժողով։ Երկրորդը իշխանությունների բաժանում տարանջատում։ Այսօրվա հիմնավորումն է, թե ինչու են բարեփոխում առաջարկում։ Երրորդը ԱԺ-ի դերի բարձրացում։ Չորրորդը հանրային վստահություն ունեցող արդարադատության համակարգ։ Այստեղ բառերի փոփոխություն է մենակ։ Այնտեղ գրված է դատական իշխանությունների անկախություն, այստեղ գրում են հանրային վստահություն ունեցող արդարադատության համակարգ։ Եվ 5-րդը տարածքային կառավարում եւ տեղական ինքնակառավարում։ Այսինքն մենք որպես հանրություն հասկանում ենք, որ նույն հիմնավորումներով փոփոխվում է, առաջարկում է փոփոխել սահմանադրությունը։ Այդ դեպքում դարձյալ բացատրություն չկա։ Մի բան էլ փորձեմ ասել, հետո փորձենք հարցեր։ Մենք փորձեցինք վերլուծել 2095 թվականից մինչև այսօր այն սահմանադրական ճգնաժամերը, որոնք Հայաստանում առաջացել են, որոնք կարող են հիմք հանդիսանալ սահմանադրությունների փոփոխման կամ սահմանադրության նոր սահմանադրության ձևակերպման։ Եվ տեսանք, որ Հայաստանում որևէ սահմանադրական ճգնաժամ գոյություն չունի, քաղաքական ճգնաժամերը գոյություն ունեն, խոսենք դրա շուրջ։ 95 թվականից մինչև այսօր որևէ մեկը, որևէ իշխանություն, որևէ քաղաքական ուժ, հասարակական որևէ կառույց չի ասել, որ մեր երկիրը, քանի որ զարգանալու այսպիսի ուղի ունի, ինքը այս ուղով չի կարողանում զարգանալ, որտեղ կա սահմանադրական ճգնաժամ, սահմանադրություն ցույց տա։ Չկա այդպիսի բան։ Բայց քաղաքական ճգնաժամներ լիքը բազմիցս ամեն օր, ամեն ընտրությունից ընտրություն եւ այլն եւ այլն։ Եզրակացնելով սրանից ասում ենք, որ սահմանադրության բարեփոխում կամ նոր սահմանադրության փոփոխություն առաջարկվում է ուղղակի ընտրական կամ այսպես ասած քաղաքական որոշակի ճգնաժամեր հարթելու համար։ Մասնավորապես նախագահի ինստիտուտը թող չձևավորվի ժողովրդի կողմից, սա ինչ է առաջարկում։ Այսինքն քաղաքական ճգնաժամ են դրանով ուզում հարթել, որը որ բացասական երևույթ է ավելի շատ, քան դրական։ Լավ,
Ասացի որ քաղաքական սահմանադրական ճգնաժամ, որը սահմանադրագետ որևէ մեկը չի ասել, որ գիտեք սահմանադրական ճգնաժամ կա եւ երկրորդը հաջորդին վերջի հարցը դրան էլ անդրադառնամ, հետո հարցը կրեք։ Ով է նախաձեռնել Հայաստանում սահմանադրական բարեփոխումները։ Տեսեք, մեծ ասում են նախագահը, չէ՞։ Ասում են նախագահը, բայց ինձ համար հիմնավորումների կարիք ունի։ Նախագահը հանրապետության երբեք չհիմնավորեց, թե ինչու է ինքը ստեղծել առնաժողով եւ ինչի է առաջարկում չեն նախաձեռնել սահմանադրական փոփոխությունը։ Այսինքն ես փորձում հասկանալ, որ նախագահի ինստիտուտը, նախագահը հասկացել է, որ նախագահի ինստիտուտը չի աշխատում Հայաստանի Հանրապետությունում, այդ ինչ անում ինքը այսքան ժամանակ։ Եվ սահմանադրական բարեփոխումներ հասկանալով հանդերձ նախատեսում են դեռևս մյուս ընտրությունների ժամանակ, բայց 2-3 տարին ինչ է լինելու։ Եթե նախագահի ինստիտուտը չի աշխատում, եթե նախագահական կառավարումը վատ կառավարում է, եթե նախագահական կառավարումը այսօր Հայաստանում ստեղծում է քաղաքական մենաշնորհ, տնտեսական մենաշնորհ, սոցիալական մենաշնորհ, բայց ինչ է սպասում 2-3 տարի հետո ինչ-որ փոփոխություններ անելու։ Սա հիմնավորում չէ, տրամաբանական հիմնավորում չէ սա։ Եվ այս հարցադրումները, որոնք ես ներկայացրեցի, թույլ են տալիս եւ ինձ եւ մեր ակումբին, որպեսզի մենք կարողանանք հայտարարել, որ հենց այս պահին մենք չենք ասում, որ սահմանադրությունը պետք չի փոխել կամ սահմանադրությունը բարեփոխել, որ հենց այս պահին սահմանադրության վրա փոփոխություններ առաջարկելու կարիքը չկա, եթե ես փորձեմ սխալ թույլ տալ, պիտի ասեմ նաև իրավունքը չկա։ Մի հատ հարց, որ մենք կարող էինք ընդառաջել եւ համոզմունք հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունում կարելի է անդրադառնել սահմանադրությանը, եթե հիմնավորումների մեջ լիներ, որ սահմանադրությունը ազգային չէ, հիմա փորձեմ բացատրել, այսինքն ազգային արժեհամակարգի տարեր չի պարունակում կամ այդ տարերը թույլ են, եւ որքան այդ տարերը մենք ուժեղացնենք, պետությունը ուժեղացնենք, այդ առումով կարելի է նախաձեռնել սահմանադրական բարեփոխումներ կամ սահմանադրության փոփոխություն։ Բայց ես պիտի ասեմ, որ այդ առումով այսօրվա գործող սահմանադրությունը բացարձակ ազգային չի, Ես ծայրից ծայր կարդակ կտեսնեք, որ ազգային որևէ բան չկա։ Առաջարկվող փոփոխությունները ավելի են հեռացնում այդ գաղափարը, ավելի են հեռացնում։ Մենք որպես զարթում գաղափարական քաղաքական ակումբ հիմնական մեր խնդիրը տեսնում ենք այստեղ, մենք ուզում ենք սա բարձրացնել։ Ես նորից եմ ասում, մենք կհասկանայինք սահմանադրական փոփոխությունները, եթե հայկական ազգային սահմանադրություն փորձվեր ուրեմն հանրությանը ներկայացնել։ Ուրեմն շատ բարդ խնդիր է, մենք կարող ենք առանձին այդ թեմայով խոսել, այո, պատրաստում ենք մամուլացու այդ թեմայով խոսելու, որովհետև այն բարդ թեման է, որ բոլորը խոսում են դրանից եւ որևէ մեկը միջև վերջ ուրեմն դրա վերաբերյալ ճշգրիտ պատասխանը չի ներկայացնում։ Մեր պատկերացումն ազգային վերաբերյալ հայ ազգի իրավունքների գերակայության սկզբունքի ամրագրումը պետական բարձրագույն օրենքում։ Ինչ արտակում հայ ազգի։ Ուրեմն տեսեք, այսօրվա միջազգային իրավունքում գլխավոր ուղղությունը մարդկանհատի իրավունքի պաշտպանությունը, գերակայությունը, մյուս իրավունքների նկատմամբ ազգային պետություններում ազգի իրավունքի գերակայություն անհատի իրավունքից որոշակի խնդիրներում պետք է ամրագրվի սահմանադրությունը։ Իրականության մեջ այդպես էլ կա, օրինակ ասեմ, պարզ կլինի։ Տեսեք, բոլորը պարտավոր են գնալ բանակ, որովհետև բանակ գնալը դա ազգի պետության գերակա իրավունքն է, եւ անհատի իրավունք, օրինակ ես անհատ եմ ասում չեմ ուզում, չէ՞, բայց ես գնում եմ բանակ։ Այսինքն պետության գերակա իրավունքը, մենք ասում ենք ազգի գերակա իրավունքը ավելի բարձրն է, քան ազգային, քան անհատի իրավունքից որոշակի խնդիրներում։ Երկու տերմինը որպես հոմանիշ պետություն է, բայց իրանք տարբեր բաներ են, ես հասկանում եմ։ Պետությունն ու ազգը բոլորովին հոմանիշ են, բացառապես տարբեր բաներ։ Եվ այդ իմաստով տվյալ ձեր օրինակ առաջ պետության վերաբերում։ Մենք ազգային որը վերցրեք մի հատ օրենք, մի հատ նորմատիվ, որտեղ ազգային որևէ բան կլինի, պետական են բոլորը, ես դրա համար։ Դե ես դրա ծառայողացումը կարող եմ դες ասել, ինչ է նշանակում օրինակի համար Հայաստանի Հանրապետությունում հայ ազգի ներկայացուցիչը ինչ որ հարցում պետք է առավելություն ունենա, քանի եթե ոչ մի հարցում։ Դուք եկաք անհատի իրավունքին, որը որ հենց այդ ենք ասում։ Ոչ մի հարցում անհատի իրավունքին է որն է, ասենք ազգային դուք կարող եք ազգային լեզուն դնել որպես պետական լեզու,
դուք կարող եք ազգային մշակույթին ասենք տալ որոշակի այդ տեսակները եք նշում հենց չէ որ դրանով չի նվազեցում այլ ազգերի ոչ մշակույթը ոչ լեզուն դուք ճիշտ եք ասում նույն ձևով շատ այլ կրթությունը լեզուն շատ ոլորտներ կան որոնք պաշտպանությունը եւ այլն արժեքներ կան որոշակի սկզբունքներ կան որոնք պետք է այլ առիթում մենք ավելի պատրաստ ենք մասնավորեցնել ավելի բարձել ավելի ճշգրտել որտեղ դա շատ վիճելի եւ խոցելի հարց է հասկանում ենք դա դերևս դա մենք պատրաստ ենք դրանում այդ թեմատիկաները մենք ունենք մեր առօրյայում եթե թույլ տաք մի հատ էսպես էլ բան ինչ ավելի բարձ ենք դա այս ամեն ինչի հիմնավորումից կարելի է ենթադրություն այլ որ էլի կարող վիճելի լինի հա դիմախոսների կամ նախաձեռնողների կողմից դա էլ հասկանալի բան է եզրակացությունը ստիպած վերում է նրան որ եթե այսքան այս իրավիճակում ամեն դեպքում տարվում է այդ համառության փոփոխությունը ամենանավագույն ամեն ինչ կարելի որ դա անցկացվի եւ այլն ըստ մեզ փաստորեն զրկելով տեսեք ազգին երկրի ղեկավար նախագահ ընտրելու հնարավորությունից քանի որ բացառապես բոլոր ընտրություններում ընտրողները անկախ ամեն ինչից վարչական ռեսուրս, գումարներ, չգիտեմ ինչ ձևեր մեթոդներ կիրառելուց բոլոր 5 ընտրություններում էլ դերևս ձայնը տվել են ընդդիմությանը։ Ու կարող է վիճելի լինի, երկրորդ փուլ հաղթել է, չի հաղթել, բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ միակ ընտրությունն է, որտեղ ընտրողը անկախ այդ բոլոր ռեսուրսներից հնարավորություն է ստեղծում ընդդիմությանը հաղթելու։ Այլ բան է, ընդդիմությունը դեր կանգնում է այդ ձայնին, կարողանում է իր հաղթանակը միջև շտանել, թե դա այլ հարց է։ Բայց փաստորեն գլխացավանք դարձած նախագահի ընտրությունը, որ իսկապես 5 տարի մեկ անդադ խնդիր է առաջացնում ցանկացած իշխող ռեժիմի համար, ուղղակի հանվում է մեջտեղից, այսպես ասենք։ Եվ մնում է ազգային ժողովի եւ տեղական մարմինների ընտրությունները, որոնք բոլորս գիտենք ակնհայտ ամբողջովին վերահսկելի են, որովհետեւ տեղային բնույթ ունեն, խմբակային բնույթ ունեն, չգիտեմ, տարածքային եւ այլն։ Այս սա իրականացնելով իրականում ինչ է արվում։ Իշխանությունը հնարավորինս երկար պահելու անթակույց ձգտում է սա։ Ուղղակի քողարկված որոշակի դրական, այդ թվում եւ բացասական կետերի փոփոխություններով սահմանադրությամբ։ Եվ ակնհայտել է որ եթե բովանդակային նայենք շատ կետեր, այնտեղ իրավունքների, ազատությունների, չգիտեմ, սեփականության եւ այլն, կտեսնենք որ հարմարեցնում է միջազգային, այսպես վենետիկյան, հիմնականում ասենք բաների հարաբերությունների, չգիտեմ, եւ այլն, սա իր հետ բերելու է բավականին լուրջ խնդիրներ։ Ես ապա ինքս հաշվարկված լինի, այնպես վստահելիություն պետք է լինի, որ անգամ եթե, չգիտեմ, մասնագիտորեն ինչ-որ մի ձևերով հիմնավորում են, որ դա ճիշտ է, կարողանան հենց այդ երաշխիքն ու վստահությունը առաջացնել, որ կիրառվելու է այնպես, որ դրա արդյունքները պետք է դրական լինեն։ Այ երկու անգամ չի ստացվել, այս երրորդ անգամ ստացվելու է։ Հասկանում եք, փորձադարձ չի Հայաստանը, մենք այդ ռեսուրսը չունենք, ազգը այլևս այդ ռեսուրսը այդ պաշարը չունի։ Հնարավոր է այս անգամ շատ վտանգավոր մարտահրավերների առաջ կանգնենք։ Լարվածությունը Մինսկի խումբը առաջարկում է բաներ, որ մեր նպաստավոր չէ, այսօր սահմանի վրա տեսնում ենք ինչեր է կատարում եւ այլն, արտագաղթը արագացված թափով շարունակում է, աղքատացում մանավանդ ծայրահեղությունը ահավոր վիճակի է, գյուղերը դատարկված են, սա չէ ուզում խտացված բանով ասել մի քիչ այսպես վատատեսական, բայց սա իրականություն է, մենք պետք է մտածենք դրանց կանգնեցման օրենսդրության կիրառման, կառավարման համակարգի կատարելագործման, կադրերի, անձերի մակարդակով եւ այլն։ Այսօր անգամ խնդիրը չի իշխանություն, իշխանավոր, ընդդիմություն, դիմություն, չգիտեմ, հրաժարական եւ այլն։ Սրանք խնդիրներ են, որոնք կուսակցություններ կան, ընդդիմություն կա, դա իրանց խնդիրներ, թող իրականացնեն։ Մենք պատճառներ ունեին էներգետիկայի, չգիտեմ, Եվրասիական միության մտնելու, այլ հազար մի հարցերի ընտրություններ, չգիտեմ, եւ այլ, թող զբաղվեն դրանով։ Ոչ թե բովանդակային հիմա քննարկումների մեջ մտնելով մենք ինչ ենք անում։ Լիք կետեր այնտեղ կբերեն, որոնք շատ լավ են, իսկապես լավ են, մենք ենք դա տեսել։ Բայց կան կետեր, որոնք շատ վատ են եւ վտանգավոր են, փորձագետներն են ասում։
բայց մեխը հիմնավորումը մենք որ ասացինք դա է, հետո մենք քանիսը որ ձեր ակումբը այդ կետերը ասում են։ Տեսեք ոնց է, այդ հիմնավորումների հարցում, այս ասենք թե տարանջատումը, որ կա իրավունքների կամ կառավարման համակարգի ազգային ժողովի դերի բարձրացման վերահսկողության, ընդդիմությանը հնարավորություն տալու վերահսկողություն իրականացնելու եւ այլն, ասես կարելի է շարունակել բավականին բաներ, որոնք կարծես թե ավելի են հիմնավորված համանրության մեջ, ավելի են բացված եւ ավելի հստակ մեխանիզմներ են նախատեսում այդտեղ։ Բայց կան բաներ, որ ասենք թե կրոնի, խղճի, ազատությունների, սեփականության իրավունքի, մարդու ազատության, ընտանիքի եւ այլն այդ անձեռնմխելիության հարցերում շատ բաներ ուղղորդված են դեպի օրենքների վրա, չհստակեցնելու, որ չսահմանափակելու, որ այ ինչպիսի օրենքները պետք է լինեն, ինչպես դրանք պետք է կիրառվեն։ Այս բոլորը թողնվել է արդեն մղում է դեպի օրենսդրական դաշտ։ Մենք չգիտենք այդ օրենսդրությունը թե ինչպես է արվելու, ոնց է արվելու։ Այս քանի որ կետերը շատ են, այսօր ասենք այսօրվա այս մեր բանով արմարել չի դժվար է այդ բոլորը բացել, մենք պատրաստ ենք եթե հարկ լինի, այս բովանդակությանը կարող քննարկել։ Բայց մեր խնդիրը այս բովանդակության քննարկումը չի։ Մենք ուղղակի բացառում ենք ընդհանրապես նման ձևով, նման իրավիճակում, նման մթնոլորտում վստահության երաշխիքների պակասության բանում արմատական փոփոխություն կատարել։ Մենք դրա համար անիմաստ է անգամ բովանդակային քննարկումների մեջ մտնել։ Դա կարելի է փորձագետներ կամ մասնագետներ կանեն, ներկայացնեն, հանրությունը կտեսնի եւ բացասական կողմեր եւ դրական ամենօրյա բաները մենք տեսնում ենք, բայց մեր մոտեցումը այս ձևով է, ավելի հիմնավորված, այլ օտարլեզու ասած ֆունդամենտալ նաեւ մոտեցումն է, արմատական մոտեցման տեսակետից մենք դա բացառում ենք ուղղակի։ Կարող ենք մենք այս դրույթների վերաբերյալ դրական բացակայել ասենք 1-2 հատ, ուղղակի նորից եմ ասում, ճիշտ ասած չենք ուզում խորանանք ամբողջ կետերի մեջ։ Մենք ունեցել ենք մեջ նոր այնպիսի դրույթներ, որոնք շատ էական, դուք ասեք որպես էական փոփոխություն նշեցիք, ասեք նախագահականի կամ խորհրդարանականի։ Իմ պատկերացմամբ դա այդքան էլ էական դրույթներ չեն։ Էլ ավելի արմատական բան։ Օրինակի համար մեր նախորդ քննարկման ժամանակ ես դեռ չեմ հասցրել ուղղակի նայել այնտեղ, այնտեղ կա ուրեմն սեփականության վերաբերյալ դրույթ։ Որ եթե գործող սահմանադրության մեջ նախատեսվում սեփականության մի քանի դրույթ, նաև պետական սեփականություն, ապա նոր սահմանադրության մեջ պետական սեփականության մասը բացակայում է, մնում է միայն մասնավոր սեփականություն, եւ դա այն ֆոնին, երբ ուրեմն հանքարդյունաբերության, շատ տարբեր փորձագիտական մտքեր են հնչում, որ սխալ է, որ ասենք թե որոշ ստրատեգիական ոլորտներում պետությունը չունի, եթե ոչ վերահսկողություն, ապա որ զգալի փաթեթ։ Ասենք օրինակ նույնիսկ այսպիսի օրինակ բերեմ, հիմա գիտեք, որ այդ էլեկտրական ցանցերի աուդիտի խնդիրն է դրված, բավականին դեպքեր կային եւ անգամ նախագահը ինքը իր ելույթում չբացառեց, որ գուցե դրա ճիշտ ձևը ուրեմն այդ ընկերության պետականացումն է։ Հիմա այդ պետականացման այդ ֆոնի վրա մեկ են հանկարծ գալիս է, որ սահմանությունը արդեն թույլ չի տալիս, որ պետականացում։ Կան այդ տիպի, ես ասեմ, միններ կամ ականներ, որոնք ձեր ասածը արդեն ական է, բայց ես ուզում անդրադառնամ դրան, ներողություն եմ խնդրում։ Ուրեմն խնդիրը հետևյալն է, քանի որ մենք շատ կարևոր հարցեր, որ քիչ առաջ անդրադարձել ենք, պետություն եւ ազգ։ Ուրեմն միջազգային պրակտիկայում իրոք պետական սեփականություն կոչվածը կամ չկա կամ շատ քիչ է, որտեղ միջազգային պրակտիկայում պետությունը բոլորովին այլ հասկացողություն է, քան մեր մոտ։ Ես հետևյալ ձևով, մենք որ ասում ենք ազգային որևէ բան չկա, այո, ազգային սեփականություն չկա։ Մեր սահմանադրությամբ ոչ գործողով, ոչ նախատեսվողով։ Հենց այդ հանքերը կամ մնացած բաները, որոնք որևէ մեկի սեփականություն չէ, դրանք պետք է լինեն ազգի սեփականություն։ Իրականում դրանք ազգի սեփականություն են, ազգի ժողովուրդ, ասեք նույնն է ժողովրդի սեփականությունը ասած։ Իսկ ժողովուրդը եւ պետությունը տարբեր բաներ են դրանք։ Եթե պետական սեփականությունը սահմանադրությամբ բաց է թողնված, բաց չի թողնված, դրանք իրանք մեկնաբանում են սահմանադրություն գրողները, ապա ժողովրդի սեփականությունը պետք է ամրագրված լինի սահմանադրություն, դա համոզմունքն է ուղղակի։ Դա ական է, այո, դեր վարտացած է։ Բայց երկու բառ անդրադառնամ դրույթներին, որտեղ կան դրական եւ բացասական, շատ հակիրճ եմ ասելու։
Միջազգային հարաբերություններ մարդու իրավունքներ, ինչքան որ փորձում ենք նայում ենք իրավունքների գերակայության մեծ առաջարկություններ չկա։ Համարյա ինչ որ կար ձևափոխումներ ուղղակի արա։ Իշխանությունների բաժանում եւ հավասարակշռում։ Այսօրվա մեր գործող սահմանադրությամբ շատ հստակ սահմանադրությամբ բայց իշխանությունների տարանջատումը եւ հավասարակշռումը ներկայացված է։ Նախատեսվող սահմանադրությամբ կա անորոշություն, որովհետեւ իշխանությունների թևերից մեկի նախագահի ընտրության վերաբերյալ անորոշություն կա։ Այնտեղ դեռևս ոչ ոք չի ասում, թե նախագահը ոնց ընտրվելու, որտեղից ընտրվելու, ով դրան ընտրել։ Դա անորոշություն է։ Այսինքն սա հետ քայլ է, ավելի քան առաջին ընթաց քայլ։ Աժ-ի օրինացնեց դերը եւ վերահսկողական ֆունկցիա։ Աժ-ի մասով մի քիչ դրական բաներ կա, բայց ԱԺ-ի մասով բացասական ես չասեմ, եթե մենք մտածում ենք, թե ինչ ձևով Հայաստանում ձևավորվելու այդ ԱԺ-ն, ուրեմն այդ տեսակ ձևավորված ԱԺ-ն որևէ դրական էլեմենտ իր գործունեության արդյունավետության վրա չի ազդելու։ Դատական իշխանությունների մասով որոշակի դրական բաներ կա։ Դրական բաներից հենց որ ասենք, այդ դատարանների նախագահները ասեն, թե հիմնական չեն ընտրվում մնում ռոտացիոն համակարգով ինչ-որ 3 տարին մեկ պետք է պարտադիր փոխվի։ Դատական իշխանության վերաբերյալ կա, որ այդ դատական խորհուրդ պետք է ձևավորվի, որտեղ ԱԺ-ն պետք է մասնակցություն ունենա, որտեղ գիտնական իրավաբաններ պետք է լինեն եւ այլն։ Այդպիսի ես չասեմ էլի մանր, այդպիսի դրական բաներ կա, բայց մենք հիմնականում խոսեցինք հենց սկզբից մեր մամուլի ասուլիսի սահմանադրության կիրառման, սահմանադրականության եւ սահմանադրության պաշտպանման մշակույթի մասին։ Եվ ելնելով նրանից, որ այդպիսի մշակույթ դեռևս մենք չունենք ձևավորած մեր հասարակությունում, փոխելով եւ գրելով ցանկացած լավ բաներ սահմանադրության մեջ, հաջորդ սահմանադրության մեջ, որոշակի հաջողություններ ընկալել եւ գնալ երկիրը տանել զարգացման այդ ճանապարհով, գտնում ենք որ ոչ հեռանկարային է։ Բայց մենք առաջարկություն ունենք, եթե մամուլի ասուլիսին ցույց մենք քաղաքական ուժերին եւ բոլոր ուժերին առաջարկություն ենք անում, նաեւ նախագահային եւ իշխանություններին այսօրվա, որ սահմանադրության բարեփոխումներ նախաձեռնելուց առաջ կարող էր նախագահը հանգիստ հավաքել ուրեմն իշխանությանը, իշխանական բոլոր մարմիններին եւ հանրություն տալ ազգային համաձայնության ծրագրի մշակման։ Սա կարող է նոր գաղափարական, կարող է լիքն դիմախոսներ, կարող է սրա վրա։ Իրոք մենք այսօր ունենք դրա կարիքը, մեր ազգը, մեր երկիրը, մեր ժողովուրդը ունի իր պետության ձևավորման, պետության վերակառուցման, ազգի զարգացման ծրագրի պակաս։ Եվ կարելի էր այսօր նախաձեռնել այդ խնդիրը եւ այդ խնդիրը լուծելուց հետո դրա ձևերը մեխանիզմները կար։ Նոր այդ խնդիրը լուծելուց հետո կարելի էր անդրադառնալ սահմանադրական բարեփոխումներին։ Շնորհակալություն, եթե ավելացնելու որևէ բան ունեցեք, եթե չէ, մենք փաստորեն այսօր անդրադարձանք եւ այսպես ամփոփելով ձեր հիմնական միտքը, համայն դեպս այսպես հասկացա, որ ձեր ակումբի անդամները համարում են, որ ներկա սոցիալական քաղաքական իրավիճակի մեջ սահմանադրական փոփոխություններ ձեռնարկելը նպատակահարմար չէ եւ միտված է ըստ երևույթին միայն իշխանության երկարակեցություն ապահովել։ Նաեւ մտահոգիչ է, այո։ Նաեւ հիմնական կարծես թե ուղղությունը շեղելու իր ստեղծված իրավիճակից եւ